Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Շարունակվել է վարչապետի աշխատանքային այցը Լոռու մարզ։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը այդ մարզում է ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։ Սպիտակ համայնքում վարչապետը շրջել է նոր կառուցված մոդուլային տիպի 144 տեղ հզորության մսուր մանկապարտեզում ծանոթացել ստեղծված պայմաններին։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 միլիոն դրամ։ Իսկ Գարգարում էլ Նիկոլ Փաշինյանի ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը։ Արդեն 2026 թվականին Գարգարը կունենա նոր կրթահամալիր, որը բաղկացած կլինի 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից եւ 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց, որը նախատեսված է 432 աշակերտի համար։ Այս հաստատությունն ընդգրկված է կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում։ Այստեղ կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել եւ շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով։ Եվ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, ում գեներացրած միջոցների շնորհիվ կառավարությունը ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ դպրոցն իր ֆիզիկական միջավայրով եւ բովանդակությամբ կօգնի, որ աշակերտներն իրենց հետագա կյանքի ընթացքում ինքնավստահության ավելի մեծ պաշար ունենան։ Վարչապետը խոսել է բոլոր դպրոցներում հստակ ձևակերպված ուղերձի առկայության կարևորության մասին։ Ի վերջո դպրոցի եւ կրթության ամենակարևոր նպատակը այն է, որ աշակերտները կրթության միջոցով իրենց հետագա կյանքում լինեն ավելի հաջողակ, իսկ հաջողակ ասելով նկատի ունենք, որ լավ ապրեն։ Եվ սա ամենակարևոր ուղերձն է, որ մենք ուզում ենք մեր աշակերտներին փոխանցել։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այն կարգախոսը, որը կառավարությունն առաջարկում է որպես նախագիծ, բոլոր աշակերտներին պետք է ազդարարի։ Լավ սովորիր, որ լավ ապրես, քանի որ լավ ապրելն ու բարեկեցությունը հենված են միայն գիտելիքի վրա։ Վարչապետը խոսել է նաև աշակերտի համար ուսուցչի աշխատանքի կարևորության մասին, ընդգծել, որ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի լավ ուսուցիչ լինելու միջոցով հնարավոր լինի լավ ապրել եւ ընտանիքի բարեկեցությունը հնարավոր լինի ապահովել ուսուցչի աշխատանքով։ Ցավոք, մենք երկար ժամանակ այդպիսի խոսույթներ ենք տեսել, Հայաստանում այդ խոսույթները հետաքրքիր է, ուշադրություն չենք դարձրել, կողքով անցել ենք ու չենք նկատել, որ բազմաթիվ աշխատանքներ երբեմն նույնիսկ ուսուցչի աշխատանքը ընկալվել է որպես դե որ տնից դուրս գանք, տնից դուրս գալու տեղ լինի եւ այլն եւ այսպես շարունակ, որը ինքը թվում է թե շատ պարզ կենցաղային հեշտ լուծվող հարց է, բայց ինքը ոչ միայն շատ բարդ իրավիճակ է, այլև իր հետևանքներն են շատ ծանր եւ հանրության եւ կրթության եւ աշակերտների համար եւ մենք դա պետք է բացառենք։ Փաշինյանի դիտարկմամբ պետք է վստահ լինել, որ դպրոցում աշխատող ուսուցիչը, որը պայմանավորում է երեխաների լավ սովորելու, ինչպես նաև հետագայում լավ ապրելու հնարավորությունը, ունի պատշաճ հմտություններ։ Եվ ուզում եմ, որ իսկապես մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու բարեկեցության հարթակ եւ ինչքան խոսում ենք այս մասին եւ մտածում ենք, ավելի ենք համոզվում, որ դա իսկապես ճշմարտություն է, որ վաղվա բարեկեցությունը այսօր այստեղ այս դասասենյակներից ներս է ձևավորվում եւ ինչ որակով, ինչ տրամաբանությամբ, ինչ հետեւականությամբ, ինչ աշխատանքով այդ ապագան կկառուցվի, այդ ապագան կլինի համապատասխան այդպիսին եւ կարտահայտվի ոչ միայն ապագայում, այլև այսօր։ Վարչապետն աշխատանքային այս այցի շրջանակում այցելել է նաև Ալավերդի Սանահին կայարան թաղամաս, որտեղ ներկայացվել է տեղադրված ժամանակավոր մետաղական կամուրջը։ Նշվել է, որ կամրջի տեղադրման արժեքը կազմել է 48 միլիոն դրամ։ Ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդված է եղել նախորդ տարվա հեղեղումների հետևանքով։ Մետաղական կամուրջը տեղադրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նվիրատվությամբ։ Ներկայում այն երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Առանձնազրույցի ընթացքում դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը 2026 թվականին Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է նաև տարածաշրջանում տևական կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերը, առանձնանշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունը, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման նշանակությունը։ Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության միջազգային օր։ Մամուլի ազատության միջազգային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություն է, որը ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Հայաստանում խոսքի և մամուլի ազատությունը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածով։ Իդեպ մամուլի ազատության ցուցանիշներում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության 2025 թվականի ինդեքսում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 9 հորիզոնականով, հայտնվելով 34-րդ տեղում։ Այսօր Երևանում կազմակերպվել է համաքաղաքային շաբաթօրյակ, այն սկսվել է առավոտյան ու անցկացվել է բոլոր 12 վարչական շրջաններում։ Շաբաթօրյակին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետը։ Բնակավայրը սիրելու դրսևորումներից մեկն այն մաքուր պահելն է։ Մայիսյան առաջին շաբաթ օրը առավոտյան 10-ից բոլոր վարչական շրջաններում հնարավոր էր գտնել բահերով, աղբի տոպրակներով քաղաքացիների։ Նախորդ օրը Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր համաքաղաքային շաբաթօրյակի մասին եւ հրավիրել քաղաքացիներին մասնակցելու։ Շենգավիթ վարչական շրջանի շաբաթօրյակներից մեկն անցկացվում էր Կոմիտասի զբոսայգում։ Այստեղ ընթացող աշխատանքներին մասնակցում էր նաև քաղաքապետը։ Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, այս տարի մասնակիցների թիվը սպասվածից մեծ է։ Ներգրաված են ավելի քան 18000 մարդ։ Լավ օրից չի շաբաթօրյակ անելը։ Բարձ խոսենք։ Եթե մեր հասարակությունը մարդիկ բարեխիղճ վարվեն, իրենց շրջապատի, իրենց բակի, իրենց այգու, իրենց տարածքի համար նկատմամբ շաբաթօրյակի անհրաժեշտություն չէր առաջանա։ Հիմա եթե դուք նկատեցիք, ամբողջ տարածքը ողողված է կոշտ կենցաղային աղբով։ Տնից ինչ դուրս են բերել, ձեռք եղածը ամբողջը շպրտել են այստեղ։ Եվ կանաչ գոտում, եւ մանկապարտեզի հարևանությամբ եւ ամենուր։ Ամբողջ մեր ընդհանուր օգտագործման շրջակա միջավայրը, փողոցները աղտոտվում են հենց մեր բնակիչների կողմից։ Ուրեմն լավագույն ելքը հանրային այնպիսի գիտակցության հասնենք, Երևանը սիրելով Երևանը չաղտոտենք։ Շաբաթօրյակի համար ընտրվել են 150 հասցե տեղանք։ Կամո Արեյանը հայտնեց, որ հավաքված ամբողջ աղբը օրվա վերջում կտեղափոխվի քաղաքային աղբավայր։ Կոմիտասի պուրակում մաքրություն իրականացնում են ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ այլ վարչական շրջանների բնակիչներ։ 72-ամյա Թաթուլ Պապը ծնված օրվանից բնակվում է այգուն հարակից բակում եւ պատմում է, որ բակի բնակիչներով ահել-ջահել իրենց պարտքն են համարում պարբերաբար իրականացնել մաքրություն։ Մենք մեր տեղի եղած ջահելներով եւ ահելներով աշխատում ենք մաքուր պահել։ Անգամ կարող եք իջնել ներքևն էլ տարած կա, անձամբ ես էլի 3 հոգով այդ ամբողջ երևի 150-200 քառակուսի մետր աշխատում ենք մաքուր պահել ու կանաչ գոտի ենք սարքել այնտեղ։ 6-ամյա Մարթան էլ մայրիկի հետ էր եկել ու ակտիվ մասնակցում էր շաբաթօրյակին։ Օգնել եմ մամային։ Իսկ գիտես ինչի համար ես մաքրում դու։ Ինչի՞ համար։ Որ կեղտոտ չլինի։ Այն, որ շաբաթօրյակը մեկ օրվա գործ չէ, հասկանում են բոլորը։ Մասնակիցների համոզմամբ կարևոր այստեղ մեկ այլ նպատակ է՝ օրինակ ծառայել մյուս քաղաքացիներին, ինչն ի դեպ ստացվում էր, քանի որ շատերը շաբաթօրյակին միանում էին ընթացքում։ Եթե հիմա ես եմ հայատում լապատկեն կամ փոցկով եկալ եմ մի բան մաքրեմ, մեկը մի գիտակցի չէ, որ այս մարդն անում է, ես էլ եմ իրան օգնեմ, այն մեկը տենց կամած հավաքվեն կլինի։ Շաբաթօրյակի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիների հետ ունեցավ նաև քննարկումներ, պատասխանեց հուզող հարցերին եւ ասաց, որ հնչած առաջարկները հաշվի կառնվեն քաղաքապետարանի կողմից։ Թիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը հերթական հայտարարությունն է տարածել։
Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10-ից մինչև ժամը 17-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների եւ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների ժամը 10-ից մինչև ժամը 17-ը Սևան քաղաքի ամբողջությամբ գազասպառողների սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովանես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր Աձեի, Զիմ Էներգոսերվիս ընկերությունների, Սևանի հացի գործարան, Շաքարի գործարան ընկերությունների, Սևանի բժշկական կենտրոնի, Ալեհեր Մասիս ԱԿ-ի, այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 6-ին ժամը 9-ից մինչև ժամը 21-ը կդադարեցվի Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Տերյան, Կորյունի, Մաշտոցի, Ամիրյան, Նալբանդյան, Սայատնովայի, Պետրոսյան, Խանջյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների եւ հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։